շրջանակներում, ինչպես գիտեք, գործողությունների իրականացման ամբողջական համակարգում իրականացնում է արդարադատության նախարարությունը եւ փաստացի մենք ենք նաեւ համակարգում գործողությունների շրջանակը, մասնավորապես համակարգում ենք այն բոլոր գործողությունները, որոնք մասնավորապես արդարադատության նախարարության բլոկին են վերաբերում եւ հաշվետվությունների ներկայացում, տարեկան զեկույցների կազմում, ինչպես նաեւ համակարգող խորհրդի աշխատանքների իրականացում։ Համակարգող խորհրդի աշխատանքներում շատ ուրախ եմ տեսնել արդեն 23-25 թվականների ռազմավարության համակարգող խորհրդում ունենք նաև իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ, ուստի շնորհակալ եմ նաև ձեր մասնակցության համար, քանի որ համակարգող խորհուրդը մեկն այն մարմիններից, որտեղ մենք քննարկում ենք այն առաջընթացը, որը ունենք ռազմավարության տարբեր փուլերի իրականացման համար։ Համակարգող խորհրդի նիստերը եռամսյա մեծ պարբերականությամբ են իրականացնում, ինչը մեզ թույլ է տալիս օբյեկտիվորեն հասկանալ յուրաքանչյուր եռամսյակ ինչ խնդիրներ կան, որոնք են այդ խնդիրների հիմնական հասցեատերերը եւ ինչպես կարող ենք հաջորդ եռամսյակի շրջանակներում գոնե ապահովել այն արդյունքները, որի մասին մենք փաստացի ռազմավարության պարտադիր ենք։ Ձեր կողմից նշված մեթոդաբանությունը ինձ համար ընկալելի է, սակայն նախարարությունը եւ ընդհանուր առմամբ կառավարությունը եւ ռազմավարություններում ոչ բոլորում է նախատեսում այս գնահատման մեթոդաբանության պատշաճ ընթացակարգ։ Այս մասով մենք կոռուպցիայի ռազմավարությունով նաեւ գիտեմ ձեզ հետ տարբեր քննարկումներ ենք ունեցել եւ այնտեղ այլ մոտեցում է դրված մեթոդաբանություն, թե ինչպես են գնահատում ռազմավարության կատարողականը։ Ինչ վերաբերում է արդարադատության նախարարության կողմից ռազմավարության իրականացման կատարողականի գնահատմանը, պիտի նշեմ, որ մենք 3 հիմնական սկզբունքով ենք առաջնորդվում, դրանք կատարված գործողություններն են, որոնք որ ամբողջովին ապահովել են արդյունքային ցուցանիշները, որոնք նախատեսված են ռազմավարությամբ, մասնակի կատարված են միջոցառումները, որոնք գոնե առնվազն օրինակ եթե նախագծի մասին է խոսքը, գոնե մշակված նախագիծ կա եւ գործողությունը կարծես թե դեռ շարժվել է, արվել են քննարկումներ, սակայն չենք ապահովել արդյունքային ցուցանիշը, դրանք մասնակի կատարված են գնահատվում եւ չկատարված են դեպքում, երբ որ որևէ գործողություն չի արվել, այսինքն այս տրամաբանությամբ գործողությունները ոչ միայն չեն հասել եզրակետին, այլ նաեւ չեն էլ մեկնարկել, կամ գուցե մեկնարկել են եւ տեխնիկական խնդիրների կամ որևէ այլ իրավական խնդրի պատճառով ի սկզբանե առաջ չեն գնացել։ Այս մեթոդաբանության գնահատման արդյունքում ցեր նշած ցուցանիշները մենից մի փոքր տարբեր են, բայց ոչ էականորեն տարբեր, քանի որ այս փուլում մենք ունենք 2 չկատարված միջոցառում, որոնք գնահատել ենք չկատարված, մնացած միջոցառումները առնվազն 30-ը կատարված են ամբողջությամբ գնահատվել մեր կողմից եւ մոտավորապես 27, եթե չեմ սխալվում, մասնակի կատարված միջոցառումներ ունենք։ Միջոցառումների շատ տարբեր բնույթ ունենք եւ փաստացի ձեր կողմից կատարված որակական գնահատումը եւս մեզ օգնելու է։ Ինչի եմ ցանշում, որովհետեւ ցանկացած այլընտրանքային զեկույց, որը գալիս է ցույց տալու թե կառավարությունը որ փուլում ինչ գործողություններ պիտի աներ ու չի արել, սա ես դիտում եմ որպես մեզ համար կարևոր բաղադրիչ մեր գործողությունների հաջորդ փուլը պլանավորելու համար։ Որովհետև մենք այս ամիս էլ ունենալու ենք համակարգող խորհրդի նիստ եւ խորհրդի նիստի շրջանակներում ինքս կուզեի նաեւ առաջարկել, որ զեկույցը եւս ունենք քննարկման, որովհետեւ լսանում ես տեսնում եմ, որ համակարգող խորհրդի անդամները ներկա չեն, ուստի կարեւոր կլինի նաեւ հենց համակարգող խորհրդում, որը հենց մարդկանցների պաշտպանության ռազմավարության իրականացման հիմնական համակարգումը պիտի իրականացնի, այնտեղ էլ դիտարկենք գուցե ավելի մանրամասն քննարկենք, որովհետեւ խորհրդի կազմում են նախարարի տեղակալները եւ փաստացի հասարակական 7 կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր ինչպես եւ դուք եւս իրականացնում են հաշվետվությունների մեխանիզմը, այսինքն մշտադիտարկում են իրականացում ռազմավարության իրականացման հետ կապված։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, որոնք արդեն դուք նշեցիք, քանի որ որոշ նախագծեր կան, որոնք ես ինքս անձամբ եմ դիտարկել, մենք նաև նույն ամիկուսի վերաբերյալ ունեցել ենք առանձին քննարկումներ թե ազգային ժողովի պատգամավորների հետ, ունեցել ենք քննարկում նաև հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչների հետ, ազգային ժողովի պատգամավորներն էին նախաձեռնել համապատասխան նախագծի մշակումը, դրա ընթացակարգերը, ուստի մենք էլ փաստացի քննարկումներ արել ենք իրենց հետ, նախագիծը դեռևս առաջ չի գնացել եւ փաստացի մենք ունենք էլի մի քանի նախագծեր, որոնք այս պահին քննարկման եւ մշակման փուլում են։
Գործընկերներ 2025 թվականը կարծես թե ռազմավարության վերջին տարին է իրականացման, բայց ես խոսում եմ գործողությունների ծրագրի մասին, որովհետև ռազմավարությունը մշակվել է դեռևս 2019 թվականին, դրանից հետո մենք ունեցել ենք երկու ռազմավարություններ եւ մենք պլանավորում ենք նոր ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել արդեն տարեսկզբից, քանի որ այս տարվա երկրորդ կիսամյակը մենք օգտագործենք ամբողջությամբ գնահատելու եւ վերարժևորելու այն գործողությունները, որոնք արդեն իսկ արվել են եւ հաջորդ տարվանից արդեն կմեկնարկենք նոր գործողությունների ծրագրի մշակումը, ինչու ոչ ռազմավարության մշակումը, որովհետեւ դասերից էսկոմ բավական լուրջ փոփոխություններ են նաեւ տեղ ունեցել իրավական քաղաքական համակարգում, ուստի մեր ռազմավարությունը եւս պետք է կարողանա մարդու իրավունքների վերաբերյալ նոր զարգացումներին համահունչ դարձնել։ Սա այն տրամաբանությունը, որը այս պահին ունենք, եւ մյուս բլոկով խոսեցի կատարության խոսքի մասին, ես կուզեի նաեւ գործընկերներին տեղեկացնել, որ բացի սա մենք բավականին շատ միջոցառումներ ունենք խտրականության, ատելության խոսքի դեմ պայքարի մասով ու այստեղ է, որ մենք մշակել ենք եւ նախորդ համակարգող խորհրդի նիստի ժամանակ էլ քննարկեցինք, որ նախարարությունը մշակելու է նոր ռազմավարական փաստաթուղթ, որը վերաբերելու է խտրականության եւ ատելության խոսքի, խտրականության ձեռքասարակության ձևավորմանը եւ ատելության խոսքի դրսեւորումների մեղմանը, ինչ է դա ենթադրում իրանից։ Մենք համակարգող խորհրդի հաջորդ նիստում կանրադառնանք այդ ռազմավարությունը կներկայացվի արդեն առաջին համակարգող խորհրդի նիստին եւ կդրվի հանրային քննարկման, կշրջանառվի երևի թե հաջորդ ամսվա սկզբին ամենաուշը, ինչ ենք մենք պատկերացնում։ Այն խնդիրները, որոնք որ կան եւ մենք արձանագրել ենք գործողությունների ծրագրով, դրանք դեռ շարունակում են լինել, բայց դրանք բավարար չափով չեն արտացոլում այն հարցերը, որոնք որ շատ ավելի խորքային լուծման տեղ ունեն։ Դրանով պայմանավորված, որպեսզի այն խնդիրները, որոնք մենք մշտապես բարձրացնում ենք խտրականության, ձեռքասարակություն ստեղծելու տրամաբանության մեջ, պիտի կարողանանք առավել մանրամասն ուսումնասիրել։ Գնալ են ոլորտներ, որոնք որ գուցե այս գործողությունների ծրագրով չենք հասցեագրել, բայց հաջորդիվ պլանավորում ենք հասցեագրել, դրանք վերաբերում են օրինակ ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներին, դրանք վերաբերում են շատ տարբեր գործելակերպերին, որոնք որ տարբեր պետական մարմիններ են կիրառում, պետք է ուսումնասիրենք նաև հնարավորության դեպքում իրավապահ համակարգի պրակտիկան տեսնելու խտրականության դրսևորումները, այնտեղ ինչ դերքեր ունեն կամ ինչպես են դրանք դրսևորում, եթե արկա են, եւ այսպես շատ ու շատ ավելի նեղ քննարկումներ պիտի անենք եւ պիտի ունենանք ի վերջո վերջնական պատկեր, ինչի մասին ենք խոսում, որովհետեւ մենք մշտապես խոսում ենք խտրականությունից, խոսում ենք ատելության խոսքից, բայց դրա խորքային վերլուծությունները որպես այդպեսին կառավարությունը ստանձնում է, որ պիտի անի նոր ռազմավարության շրջանակներում։ Գործողությունները, որոնք արդեն իսկ կան մեր գործողությունների ծրագրում, դրանք բնավ սպառիչ ցանկը չեն են բոլոր միջոցառումների, որոնք որ կառավարությունը իրականացնում է։ Պարոն Զարդան, իրավամբ նշեցիք, որ գուցե Արցախահայերի դեպքում մենք ունենք 3 միջոցառում, որոնք կատարված են, բայց ինչպես դուք գիտեք եւ հանրությունը գիտի, դրանք չեն միայն այն միջոցառումները, որոնք կառավարությունը իրականացնում է այս ուղղությամբ, դրանք միայն դրանք են, որոնք գործողությունների ծրագրով են նախատեսվել։ Ուստի մենք չենք կարողանա ապահովել այնպիսի սպառիչ ցանկ բոլոր այն գործողությունների, որոնք կառավարությունը անում է, ուստի իմ տրամաբանությունը այն է, որ գործողությունների ծրագիրը պիտի կենտրոնանան հիմնական ու գուցե նաև ինստիտուցիոնալ խնդիրների վրա, որոնք որ պիտի հենց ռազմավարական մակարդակում հասցեագրեն։ Սակայն դա չի ենթադրում իրենից, որ մեր ամենօրյա գործունեությունը բացառապես պիտի սահմանափակված լինի գործողությունների ծրագրի կամ ռազմավարության իրականացման վրա ոչ, որովհետև կառավարությունը իր ամենօրյա գործունեության մեջ իրականացնում է հենց մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականություն եւ այս քաղաքականությունը նաև որդեգրել է արդարության նախարարությունը։ Եթե ամփոփեմ ընդհանուր առմամբ այն գործողությունները, որոնք որ մենք կքննարկենք, շատ ուրախ եմ այսօր տեսնել նաև ձեր զեկույցը եւ հասկանալ, թե ինչ մեթոդականությամբ եք շարժվել դա իրականացնելու համար, որովհետեւ նույն գործողության ազդեցության գնահատումը բավական դժվար իրագործելի գործողություն է։ Մենք բազմիցս ենք քննարկել սա եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Ելակետային տվյալներն են դժվար ձեռք բերելի, որովհետեւ շատ դեպքերում մենք գործողություն իրականացնում ենք, սակայն ելակետային տվյալը եւ դրա շատ ուղղակի չափումը մեզ համար դժվար կարող է տրվել, որտեղ ի սկզբանե գուցե վիճակագրությունը պետք, որը պետությունը չի վարում։ Գուցե այստեղ գործողություններ են պետք հավելյալ հասկանալու, թե կոնկրետ իրազեկման միջոցառումը լավ ինչ արդյունք տվեց։ Ունեցանք 3 միլիոնից ավել դիտում։ Եթե ունենք որոշակի օրինակ, որի մասին խոսում ենք, ինչ ազդեցություն դա ունեցավ։ Դրա ուղղակի չափման ձևաչափերը մենք նաև հասարակական կազմակերպության ենք քննարկել, դեռ չենք գտել այն բանաձևը, որը շատ ուղիղ թույլ կտա դա չափել եւ շատ ուրախ կլինենք հաջորդ ռազմավարության շրջանակներում ունենալ քանակական եւ որակական ցուցանիշներ, որոնք մեզ բավարար ամբողջական տվյալներ կտրամադրեն։
նոր ռազմավարության մասով էլ նոր ռազմավարությունը, որի մասին խոսեցի, չի գալիս լրացնելու մարդու իրավունքների ռազմավարությունը, բնավ չէ, ինքը աջակցող նշանակություն պիտի ունենա, կենտրոնանալով կոնկրետ խնդիրների վրա, որոնք որ մարդու իրավունքների շրջանակում են այո, սակայն լրացուցիչ ուշադրության տեղ ունեն կառավարության համար։ Երևի թե այսքանը, եւ զեկույցի ներկայացումից հետո էլ կխնդրեմ նաեւ նախարարության մյուս գործընկերները, ովքեր որ ներգրաված են եղել հաշվետվությունների կազմման, մշակման գործում, արդեն ներկայացնեն իրենց դիտարկումները զեկույցի վերաբերյալ եւ ուրախ կլինեն նաեւ համակարգող խորհրդում դա քննարկել։ Շնորհակալ եմ շատ։